Ողջույն, այսօր մեր տաղավարում կբացահայտենք Սամվել Կարապետյան մարդուն և քաղաքական գործչին։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հյուրընկալման համար։ Մի փոքր կպատմեք ձեր մասին մի քանի նախադասությամբ։ Բարև Լուսինե ջան, իհարկե կպատմեմ։ Ծնվել մեծացել եմ Ախալքալակում, դպրոցս ավարտել եմ Ախալքալակում, իմ ծնողները պապաս ծառայում է ռուսական բանակում այնտեղ այն վախտերով ու 2004-ից ընդունվա համալսարան, որ նախապատրաստական կուրս սկզբնական, հետո 2005-ից արդեն առաջի կուրս ու մինչև 2009 թվականը սովորել եմ Երևանի Պետական համալսարանում ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ Բայց մինչև իմ ընդունվելը արդեն ռուսական զորքերը Ախալքալակից հանեցին ու իմ ծնողները ստիպված եղան արդեն տեղափոխվել Ռուսաստան ու այնտեղ շարունակել ծառայությունը։ 2009 թվին, երբ ավարտեցի, բնականաբար ես էլ տեղափոխվա Ռուսաստան ծնողներիս մոտ ու սկսեցի արդեն այնտեղ աշխատել ու իմ կարիերան այնտեղ ստեղծել։ Այ Ռուսաստանում կայացած մարդուն ինչը ստիպեց վերադառնալ Հայաստան և երբանից եք վերադարձել Հայաստան։ 2009 թվից մինչև 22 թվի վերջերը ապրել եմ Ռուսաստանում։ Առաջի 2 տարին դժվար էր, ճիշտն ասած, որ նոր էի տեղափոխվել, չէի կարողանում իմ մասնագիտությամբ գործի տեղավորվել, նույնիսկ աշխատել եմ կանձապահ, վաճառող, մինչև արդեն նոր իմ մասնագիտությամբ կարողացա տեղավորվել գործի, սկսեցի աշխատել որպես ծրագրավորող, առաջի տարին որպես սիստեմի ադմինիստրատոր, հետո արդեն ինժեներ ծրագրավորող ու տենց մինչև 18-19 թիվը աշխատել եմ ինժեներ ծրագրավորող, վերջի 4 տարուց ավել Սբերբանկում, հենց Սբերբանկում ու 2018-ից արդեն որոշեցի, որ պետքա ինչ-որ բիզնես անել, ինչ-որ լուրջ գործերով զբաղվել, որովհետև արդեն հոգնա ինչ-որ մեկի ոնց որ ասած օֆիսներում աշխատել։ Այ կյանքի այդ ամենաբուրըն պիկի ժամանակ ինչը ստիպեց վերադառնալ հայրենիք։ Չէ՞ որ այնտեղ արդեն կայացել էիք, փաստորեն ուզում էիք բիզնես ստեղծեիք, ծրագրավորող էիք։ Շատերի համար երազանք է այս ամենը։ Ինչու եկաք Հայաստան։ 2018 թվականին սկսեցի բիզնեսով զբաղվել, ձեռք բերեցի բեռնատար մեքենա, մի տարի աշխատեց, հետո երկրորդ տարի կեսերից երկրորդը կարողացա ձեռք բերել, բացեցի իմ ընկերությունը Մոսկվայում արդեն ու սկսեցի այդ իմ ընկերությունով, այդ բեռնատարներով զբաղվել ու զուգահեռ համել աշխատում էի Սբերբանկում դեռ, բայց 19 թվականի սկզբներից արդեն դուրս եկա իմ կամքով ու արդեն 19 թվականից մինչև 22 թվականի դենց կեսերը խիստ զբաղվա այդ իմ բիզնեսով ու երբ որ արդեն պատերազմը սկսվեց 20 թվականին իմ կյանքը ոնց որ 180 աստիճանով միանգամից փոխվեց, ինչպես բոլորիս։ Հա, ու հենց առաջի շաբաթվա մեջ պատերազմի ժամանակ հասկացա, որ Արցախը կորցնելու ենք ու շատ մտահոգ հետևում էինք, ամեն ձևով ուզում էինք օգնած լինեինք, նույնիսկ Մոսկվայի մեր տեսփանադուն եմ զանգել գրանցվել որպես կամավորական, եթե ասենք։ Իսկ ինչու եք կարծում, որ կորցնելու ենք, ավելի շուտ ինչու եք համոզված, որ կորցնելու ենք։ Որովհետև հետևում էի լուրերին, թե ադրբեջանցիք ոնց են ինչ-որ տարածքներ գրավում, ներխուժում ու հենց երրորդ օրը պատերազմ, երբ որ Հայաստանի իշխանությունը արգելեց մասնակցել այլ երկրի քաղաքացիներին պատերազմի որպես կամավորական, ես հասկացա, որ պատրաստվում են զիջել ու պարզվեց, որ ես չէի սխալվում, միտօգում սաղ զիջվեց ու երբ որ 2020 թվականի նոյեմբերին կնքվեց այդ հակահայկական պայմանագիրը, որ զորքերը պետք է դուրս գա, Արցախը հանձնվում է, փաստացի հասկացա, որ վсё, ոնց որ սառը ջուրը sense միանգամից գլխից լսվեց այդ օրը, նույնիսկ գիշեր չկարեցա քնեի, առավոտը պետք է գործի ավտոներ ու էթային չուղարկեցի, ոչ տրամադրություն կար, ոչ բան, sense ոնց որ չգիտեմ,
հուսահատ վիճակ, հա, ու դա շատ հայերի մոտ է։ Սահմանափակենք այս դառը թեման, որովհետև կարծում եմ շատերից ցավ է պատճառում այն։ Հետո նոյեմբերի կեսերից ալիքս ստեղծեցի Սիսմասից ու սկսեցի ալիքով արդեն զբաղվել, սկսեցի հետաքրքրվել արդեն քաղաքականությունով ու մինչև այսօրս։ Որքանով տեղյակ եմ, ձեզ զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Արդյոք ձեր Հայաստան վերադառնալը կապ ունի ձեր Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվելու հետ։ Նախ ձեր անցած հարցին կիսատ թողի, ասեմ ինչու տեղափոխվա Հայաստան։ Ես Հայաստան տեղափոխվա 22 թվականի նոյեմբերից, ուղղակի հոկտեմբեր ամիս էր, ասենց տունը որոշեցի, որ պետքա տեղափոխվել Հայաստան, այնտեղ ապրել, քանի որ նախ շատ ասենց նեղացած է ռուսական իշխանություններից, որ մեզի ոնց որ չօգնեցին, չկարողացանք պաշտպանել Արցախը, ու երկրորդը մտածեցի, որ ես իմ ընտանիքով, իմ երեխեքով պետք է արդեն ապրեմ Հայաստան, այնտեղ իմ էներգիան ծախսեմ, իմ երեխեքը պետք է մեծանան հայկական միջավայրում, ու զուտ այդ էր պատճառը, որ ասես մի օրում, երկու օրում որոշեցի տոմսարա եկա Հայաստան, սկսեցի տուն փնտրել, հիպոթեկով տուն ձևակերպեցի, գնեցի ու ընտանիքիս բիլետ արա, իրանք եկան ու 22 թվականի նոյեմբերից արդեն ընտանիքով այստեղ ենք։ Երեխեքիս ռուսական դպրոցից մի անգամից նստեցրել ենք հայկական, մի ամսում տարել ենք սովորցրել ու փառքաստու հիմա հասցնում են, սովորում են։ 25 թիվը մայիսի 19-ն էր, ամսի մայիսի 20-ն էր, նամակ ստացա, որ Ռուսաստան իմ բնակարանում պոչտայով նամակ ա եկել, որ ՄՎԴ-ն Ռուսաստանի ինձ զրկել է քաղաքացիությունից։ Ճիշտն ասած, հենց այդ պահին չհավատացի, ասի երևի ինչ-որ ֆեյք է կամ ադրբեջանցիք ինչ-որ սարքել են, էսի ուղարկել են։ Այո, եթե չեմ սխալվում, ժամանակին էլ նմանատիպ խնդիրներ ունեցել եք, չէ՞։ Կոնկրետ ադրբեջանցիների հետ կապված հարձակումներ։ Հա, դրա համար ես սկզբից իրանց վրա էի մտածեցի, որ ես երևի ֆեյք է, սուտ է, բայց ասի մի հատ ստուգեմ, դե Գոսուսլուգա ծրագրով մտա պասպորտը ստուգեցի, տեսա, որ անվավեր է ցույց տալիս ու արդեն հավատացի, որ էսի ճիշտ է, լրիվ սա լուրջ է։ Ու սենց մի քանի օր սենց օթերի մեջ էի, խելքի չէի գա, թե ոնց խի ինչի համար։ Իսկ հարց չառաջացավ, ասենք ես ոնց կարամ, ասենք հասարակ մարդ, հասարակ տղա, ինչ-որ վտանգ ներկայացնեմ, եկա ամենամեծ պետության աշխարհի։ Գերպետության կարելի է ասել։ Ու ինձ այդ ստացիայով փաստացի այդ հոդվածով, որ ես ազգային վտանգ եմ ներկայացնում Ռուսաստանին, դրին ուղղակի զրկին քաղաքացիությունից։ 21 թվականին ես նոր ստացել էի հայկական քաղաքացիություն։ Հետ էլ պատերազմից հետո, պատերազմի ժամանակները ես ներս տվի, որ տան ինձ անձնագիր, բայց մի տարի հետո հազիվ ստացա տենց։ Որոշեցի բողոքարկել ադվոկատ Մոսկվա, ճարեցի ադվոկատի միջոցով բողոքարկումը ձևակերպեցինք, ուղարկեցինք ՄՎԴ, մի ամսից ստացա պատասխան, որ որոշումը չի փոփոխվում, մնում է ուժի մեջ, այսինքն չեն վերականգնում։ Ու ես որոշեցի գնամ Մոսկվա, ինքս պարզեմ, թե խի էլի։ Ու անցած տարի նոյեմբերն էր, գնացի Ռուսաստան, ու տենց ինձ թողին մտնել Ռուսաստան, ու 2 օրից նորից գնացի ներքին գործերի նախարարությունը, այդ միգրացիոնի ովքեր այդ գրաժդանսով են զբաղվում, որտեղ ասենք ուզում եմ իմանալ իրական պատճառը, թե խի են զրկել ու ինչա պետք անել վերականգնելու կամ միգուցե եւ չի վերականգնվելու, ուզում եմ իմանամ վերջը ինչ պետք է լինի։ Դե ես հասկացա, որ ինձ զրկել են իմ դիրքորոշման համար, իմ Telegram-յան ալիքում Ռուսաստանի իշխանությունների քննադատելու համար։ Բայց դուք դա արել էիք փաստորեն։ Հա, ես իմ ալիքում ուղղակի իմ կարծիքն էի գրել, որ Ռուսաստանը վերցրել էր իր վրա պարտականություններ, որպեսզի ապահովի անվտանգությունը Արցախի։ Այո, ուրեմն պիտի աներ։ Հա, ու ես իրանք որ դա չարեցին, փաստացի միրատվորցիների ներկայությամբ Արցախը լրիվ հայաթափվեց, այդ նիչեստկի չիստկա եղավ, սենց ասած, դե ես էլ
էմոցիոնալ տղա եմ, այնտեղ ռուսները ովքեր մեր խոսք են տվել պաշտպանել չեն պաշտպանում, ոնց ասենք դու էլ ալիք ունես 25-30 հազար հոգի հետևում են, ոնց կարաս ասենք ձև բռնես, որ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չգրես։ Երբ որ դա այդպես չի Ես իմ էմոցիաների տակ գրել եմ, ինչ մտածել եմ այդ պահին, ասենք հետո, չգիտեմ, ասենք եթե լավ քայլ ա եղել Ռուսաստանի կողմից էդել եմ լավն էլ եք նշել, ես հասկացա։ Լավ քայլ ա եղել Ամերիկայի կողմից էդել եմ գրել, բայց վատն եղել է, վատն էլ եմ գրել։ Լավ։ Վերադարձեք Հայաստան, հետո ձեզ զրկեցին Ռուսաստանի քաղաքացիությունից։ Փաստացի ես վերադարձա Հայաստան 2 տարի հետո նորին զրկեցին քաղաքացի։ Հայաստանում կա մի քաղաքական գործիչ, որին կուզեիք նմանվել։ Ճիշտն ասած չկա իմ կարծիքով։ Այս վերջի 30 տարվա մեջ չի եղել այն քաղաքական գործիչը, եթե նկատի ունեն ղեկավարներ, ում կցանկանայի նմանվեի, որովհետև եթե մենք ինչ-որ լավ ուժեղ ղեկավար ունեցած լինեինք, ապա ես կարծում եմ, որ այս հիմա ինչ իրավիճակ ունենք, այդ իրավիճակը հիմա չէինք ունենանք ավելի լավ իրավիճակ, ավելի լավ դիրքեր կունենայինք ու փաստացի հիմա մեզ ասենք թշնամին չէր կարողանալու ինչ-որ բաներ պահանջել։ Լավ, համարենք դուք եք այդ ղեկավարը։ Ինչ կանեիք, այ որ ամեն ինչ ավելի լավ լիներ, ամուր դիրքերի մասին ենք խոսում։ Ինչպես էիք ամրապնդելու այդ դիրքերը։ Եթե ես լինեի ղեկավարը Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, սկսած ասենք 2000 թվականներից, ես առաջինը կանեի այնպես, որ նախ մեր սփյուռքը լիներ ինչ-որ ռեալ մաս Հայաստանի, թեկուզ դրսում ապրելով, իրանք պիտի կարողանային այստեղ իրանց ձայնը ունենային օրենքի, արդեն օրենքով ոնց որ էլ օրենքը պետք է թույլ տար, որովհետև մենք Սփյուռքում շատ խելացի մարդիկ ունենք, ովքեր ցավոք սրտի չեն կարող ներգրավեն Հայաստանում, ասենք քաղաքականության մեջ, ինչ որ պաշտոններ կամ առանց պաշտոնի կարողանան այդտեղ իրավիճակին ազդել։ Կարծում եք արդար է, լքեն Հայաստանը գնան ապրեն Սփյուռքում, բայց խառնվեն Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի կյանքին, որոշումներ կայացնեն Հայաստանի համար։ Հիմա տեսեք ոնց եմ ուզում ես հարցի ձեր պատասխանեմ։ Ես այսինքն առաջ քայլերից մեկը կլներ այդ, որ Սփյուռքը կարողանար անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանում ներքին կատարվող քաղաքականության գործերի մեջ, որովհետև հիմա նայեք Հայաստանում ապրող ժողովուրդը, չգիտեմ, ասենք ինչ որ չեմ ուզում այտենց կոպիտ ասեմ, մարդիկ կան, որ ասենք կրթություն չունեն, չէ՞, իրանք փաստացի ունեն իրավունք, ասենք լինեն նույնիսկ տեխնացու, պատգամավորի, նույնիսկ վարչապետի, իսկ Սփյուռքում ապրող, ասենք, չգիտեմ, գիտնական կամ ինչ որ շատ խելացի մարդ արժանինքներով ով ավելի բարձր է, ինքը չունի լինելու, բայց ինքը միգուցե եւ ավելի շատ հայրենասեր է, քան ստեղի ապրող, ասենք, չկրթված մարդը։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ չեք կարծում, որ հայրենասեր մարդը լինում է հայրենիքում։ Չէ։ Հայրենասեր մարդը կարա լինի հայրենիքից դուրս, ինչ որ օրինակ մենք вообще ինչու է ձևավորվել Սփյուռքը։ Գենոցիդից հետո է հիմնականում Սփյուռքը ձևավորվել, ամեն մեկը մի հատ երկիր հազիվ հասցրել է փախնի, այդ երկիրը փարկասո ընդունել է, այնտեղ են ապրել երեխեք ունեցել ու սենց արմատներ թողել ու հիմա այդ մարդիկ, ասենք, գենոցիդի պատճառով հիմա Սփյուռքում են ապրում, բայց այդ մարդիկ մեղ չեն։ Այդ առումով ընդունում եմ, բայց եկեք այսպես նայենք հարցին, վերջին տարիներին անընդհատ արտագաղթ է լինում, անընդհատ։ Ու այդ մարդիկ գնալով Հայաստանից հաջորդ օրը Հայաստանի մասին հրապարակումներ են անում, որ շատ սիրում են, շատ կարոտում են, բայց փաստացի լքել են Հայաստանը ու գնացել են։ Իսկ պատճառները միգուցե Հայաստանն է մեղավոր լքել գնացել են։ Հիմա եթե Հայաստանը որքան էլ մեղավոր լինի, ես կարծում եմ մենք պետք է մնանք ու փորձենք հնարավորինս ուղղել այդ սխալները։ Այ օրինակ դուք կայացած մարդ, այնտեղ շատ լավ աշխատանք ունեիք, լավ վաստակում էիք, թողեցիք օտար երկիրը, վերադարձաք Հայաստան, որ ինչ որ առումով փոխեք Հայաստանի ներքին կյանքը դեպի լավ, այո։ Հա, այո։ Այդ դեպքում ինչպես եք նայում այն մարդկանց, ովքեր գնում են։
Չէ՞ որ դուք ետ եք եկել, եթե այդ ամենը նորմալ լիներ, դուք էլ ետ չէիք գա։ Եթե գնալը հերվից Հայաստանը սիրելը նորմալ լիներ, ես չեմ կարծում դուք ու ձեզ նման շատ մարդիկ վերադառնայիք Հայաստան։ Հիմա ենթադրենք, չգիտեմ, 5 միլիոն հայ կա դրսում կամ 10 միլիոն։ Այդքան մարդ հիմա նույնիսկ ուզենա վերադառնա Հայաստանը այդ պայմաններ ունի, որ սաղին ընդունում։ Հայաստանը այդ պայմանները չունի, բայց այնուամենայնիվ վերջին տարիներին մարդիկ, ովքեր գնում են լավ ապրելու համար, ու այնտեղից սկսում Հայաստանի մասին ինչ որ ձոնել, երգել, գրել, չգիտեմ, ինչ որ հերվից սիրել, ես կարծում եմ առանձնապես խելամիտ չի այդ մարդկանց հայրենասեր համարելը։ Չէ, եթե այդ մարդը, չգիտեմ, գնացել է սուտի հայրենասիրական բաներ անում, դա հասկանում եմ, բայց եթե այդ մարդը ստեղ ապրել է, ուզեցել է կայանալ, հիմա իր մոտ ստեղ չի ստացվում, ասենք փող չի կարող աշխատի, չի կարող երեխեքին լավ կրթություն տա, իսկ ասենք Ռուսաստանում կամ Ամերիկայում կամ Եվրոպայում իր մոտ դա ավելի լավ է ստացվում, գնում այնտեղ որ իր երեխին կարենա կրթություն տա, այդ նշանակում է պատճառը Հայաստանի մեջ է, ոչ թե այդ մարդու մեջ, որ հելավ գնաց, եթե Հայաստանում այդ պայմանները լինեին, ով կկարողանա ստեղ աշխատի, փող աշխատի, կարողանա կրթություն տա, խի պետք է մարդ հիմա եթե դուք ապրում եք ստեղ ու չգիտեմ, ամեն օր ընկած գործ եք մանգարից, ոչ մի գործ չկա, իսկ Ռուսաստանում ետում եք, գործը կա, աշխատում եք, դուք կմնաք ստեղ, ասենք սոված ծարավ, դեք եթական դեղ կայանաք, հետո կարող է լավ ստասի, նորից հետ կաք արդեն, ու ստեղ շարունակեք ինչ-որ բիզնես անել։ Պարոն Կարապետյան, եթե անկախ սոցհարցում իրականացնենք, կհամոզվեք, որ մարդիկ, ովքեր որ արտագաղթում են, չեմ ասում բոլորը, այնուամենայնիվ 80%-ը գոնե, այստեղ արդեն քիչ թե շատ հնարավորություններ ունեցած, քիչ թե շատ կայացած մարդիկ են։ Օրինակ, վերցնենք ողջ շոու բիզնեսը։ Լավ, չասենք ողջ, դրանց մի մասը ովքեր որ արտագաղթել են, այստեղ ունեցել են եւ հայտնիություն, եւ գումար, եւ առհասարակ համարյա ամեն ինչ կարելի է ասել, բայց շատ ավելին ունենալու համար մեկնել են, բայց ինչով է դա կարծում եմ վիճելի հարց է։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հյուրընկալման համար։ Իսկ ձեզ սիրելի հետևորդներ ուզում եմ տեղեկացնել, որ մեր տաղավարում իմ հյուրն էր Հայք կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Իդեպ նաև նշեմ, որ հարցերը պարոն Կարապետյանի հետ մենք երբեք նախապես չենք համաձայնեցնում, հենց պարոն Կարապետյանի նախաձեռնությամբ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ եմ, իրոք հարցերը չենք մենք համաձայնեցնում, քանի որ ես ավելի կարող եմ ազատ եւ չեսնի պատասխանել հարցերը չիմանալով։ Պլանավորել չի սիրում պարոն Կարապետյանը, սա ասեմ պարոն Կարապետյանի մասին որպես շատ մեծ գաղտնիք։ Ու այս ձև հարցազրույցը ավելի sense կենթանի հետաքրքիր է ստացվում, քան որ ասենք նախապես պատրաստում ես, sense անգիրարած պատասխանում ես, ես դրան դեմ եմ։ Չգիտեմ, մյուս անգամ կարաս լրիվ sense սուր հարցեր ու ինչ մտքով է ասի, չնայած հիմա էլ այդ հնարավորությունը միշտ է ունեցել ես, так что sense Անպայման ես դա անպայման նկատի կունենամ պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ հյուրընկալման համար։ Ուզում էի տեղեկացնել, որ իմ հյուրը Հայք կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն էր։